Ես կհամակարգեմ։ Երեք օր շարունակ ծնողները, ամենքորացների ծնողները, այդ նույն անձանց է, որոնք դուսակցություն անդամներ եք համարում, իրենք պատերազմի մասնակից անձիկ է։ Ամեն դեպքում բանալին են, ես իմ հարցում եմ։ Երեք օր շարունակ իրենք նաև ազգային ժողովի մուտքի մոտ եկան համապատասխանատվություն ուղարկեցին ազգային ժողովի նախագահային ուսումնասիրությունների ղեկավարներին, երեք օր շարունակ նույն այդ ծնողների հետ հավաքված են։ Այստեղ կարելի է եզրակացնել մի բան, իմ հարցերն այն է, որ Արեն Սիմոնյանը չգիտե, որ երեք օր շարունակ այդ մարդիկ իրեն են բաղում։ Չգիտեմ, Արեն Սիմոնյանին կհարցնենք։ Բայց դա ձեր հարցը ընդհանրապես ռելևանտ չէ միջավայրի։ Որովհետև ակնհայտ էր մեկ բան, որ ըստ էության Արեն Սիմոնյանի իջել էր եւ սադրանքի էր։ Դե լավ է։ Ժողովուրդ, դուք անկեղծ չեք։ Դուք անկեղծ չեք։ Արեն Սիմոնյանը դուք անկեղծ չեք։ Քաղաքացու ձեռքը ոլորում է ոչ։ Ձեր ասածը ընդհանրապես ռելևանտ չէ նկարագրվող միջադեպի։ Ընդհանրապես։ Պարոն, այդպես այդպես դեմից հենց ֆիքսել, որ այս պահվածքը դատապարտել է, չպետք է ազգային։ Իսկ ինչի՞ էր դատել։ Ես ընդունել եմ։ Բայց ինչ էր դատապարտել, դա ասեք։ Հա, լավ չի, դա ֆիքսեցինք, չէ՞ որ լավ չի։ Անդիմադիվի կողմից դատապարտել է, չպետք է ազգային ժողովի նախագահային հայրերը եւ այլն։ Բայց ինչու է ազգային ժողովի նախագահը լինելով իշխանության բարձրագույն ներկայացուցիչ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, չի գործում օրենքով, այլ եթե կարելի ասել խուլիգանությանը պատասխանում նույն կերպ։ Ժողովուրդ ջան, դուք հարցնեք, դա Արեն Սիմոնյանին կամ հարցրել եք արդեն, եկել է, դուք ինձ հարցնում եք, ես տեսնում եմ, չգիտեմ, վարչությունում քննարկման իշխանության ներկայացուցիչը պետք է փորձի լինել հնարավորինս զուսպ, հնարավորինս սուրբ եւ այսպես շարունակ։ Պետք է սպանի իր մեջ մարդուն, էգոն պետք է սպանի, երբ որ իրան վիրավորում են, պետք է փորձի հետ չվիրավորել, երբ որ լրագրողներն են իրան վերավորում, պետք է ժպիտով, sense մեղմ ժպիտով ասի հարգելի լրագրողներ եւ պատասխան իրանց հարցերին, երբ որ լրագրողները տալիս են անտակտ հարցեր, անազնիվ հարցեր, չգիտեմ, տենդենցիոզ հարցեր, ինքը պետք է համբերատար նստի եւ սպասի եւ ժպտալով ասի հաջորդ հարցը հարգելի լրագրողներ։ Խնդրեմ։ Ես հարցնում եմ ինչի օրենքով չի գործել ազգային։ Օրենքով է գործել, օրենք հա խախտել։ Դե հիմա ինչ օրենք հա խախտել։ Եթե դա օրենք խախտում է, ուրեմն այստեղ բոլորը պետք է, բոլորը չէ, տղամարդիկ առնվազն պետք է մի հազարական նստած հելասին։ Քրեականացված չի։ Նիկոլ Փաշինյանը այսպես է կարող զարգացնել, հա, որ ասում է, եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի։ Մենք չընտրվենք, դիպը չի կայանա։ Սա դուք հենց այդ նշածա, որ ասում եք անդրադի դիպիտային պատերազմ։ Հենց սա օրինակը չէ դիպիտային պատերազմի։ Եվ ներողություն։ Եկեք հետո լավ տվեք։ Որ ասում եք Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրիում ասեց 65%-ի ակնկալի ունենք։ Որտեղից է այս դիտարկումները, քանի որ տարբեր հանրաձեռն դիմացողները ասում են, այ սա հստակ ցույցում է, որ լցոնումների վերաբերյալ նրանց տեսակետն է փոխանցում, նաև տեղեկություններ են բարբերական շրջաններում, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում ազգային ժողովի ղեկավարության կազմում փոփոխություններ են լինելու, ազգային ժողովի նախագահի դուք այս մասում ինչ-որ տեղեկություններ, քննարկումներ կան դուք որ լրատվամիջոցից եք, մի վախեցեք չեմ հարցրի նովաֆինանսալում, հա։ Բայց կարելի է հարցնել։ Տեսեք, սկսենք վերջից։ Երբ որ մարդ ասում է ես ակնկալիք ունեմ այսինչի, դա բան չի։ Ասացիք որտեղից ձեզ նման ինչ բառ օգտագործեցիք։ Չէ, վստահություն չէ, ասացիք որտեղից ձեզ նման տեղեկություն, թե ինչ։ Հա, ակնկալիքը նշանակում է, որ մեկը ակնկալում է ինչ-որ բան։ Այդ է, մենք այո ակնկալում ենք ստանալ 65%։ Եթե տենց հասել։ Ընդհանրապես ակնկալում ենք հաղթել ընտրություններում, ակնկալում ենք մեծ տոկոսով հաղթել ընտրություններում։ Եթե ակնկալիքը ցուցում է, չգիտեմ, այդ ում գլխում է առաջացել այդ աբսուրդային միտքը։ Իսկ գիտեք որն է։ Օրինակ, եթե մենք ասեինք, գիտեք ինչ կա, մենք խնդիր չունենք, միակ հարցներն է 60 կխփենք 70 թե 80, այդ դեպքում կարելի է դա դիտարկել որպես խոստովանություն այն մասին, որ մենք պատրաստվում ենք լցոնել։ Բայց քանի որ մենք Սերժ Սարգսյանը չենք եւ նման բաներ չենք հայտարարում, չգիտեմ, այդ հարցը էլի ռելևանտ չէ ընդհանրապես այդ հարցը։ Հաջորդը ռելևանտ, ասեմ, ռելևանտ ինչ որ բանին վերաբերելի։
Հասկացա՞ք։ Օրինակ ձեր հարցը շատ ռելևանտ է հիմա, որովհետև հասկացանք, որ ռելևանտ նշանակում վերաբերելի, բայց իրականում ես եմ սխալ, պետք է հայերեն բառը օգտագործել։ Հաջորդը ազգային ժողովի ղեկավար կազմը որոշվում է ընտրություններից հետո, ընտրություններից առաջ ոչ մի քննարկում այդ առումով չկա եւ չի լինելու։ Ես որևէ հավակնություն չունեմ ընտրություններից առաջ որևէ բանի։ Ես ընդհանրապես այս պահին հավակնում եմ լինել ցուցակում։ Ես կարծում եմ այդ հարցը եւ պնդումը ռելևանտ չէ, վերաբերելի չէ։ Հաջորդը ներողություն։ Ինչ։ Հա, պատերազմի հետ կապված։ Ջորջ ջան, էլի, որ ասում եմ դուք անկեղծ չեք, ասում եք ինչ եք ասում, դուք անկեղծ չեք։ Որովհետև դուք անընդհատ ձեր հարցերում բան եք անում։ Հարցը նենց եք ձևակերպում, որ ինքնին սկզբնակետը սխալ է արդեն։ Մենք չենք ասում, բայց թողեք պատասխանը։ Թողեք պատասխանը։ Դուք կթողնեք, տեսեք, այնքան բան եք անում։ Նայեք, հիմա իրավիճակը հետևյալն է։ Մենք չենք ասում, որ ՔՊ-ն միակ աստվածատուր ուժն է, որը եթե լինի իշխանության, չի լինի պատերազմ, եթե չլինի իշխանության, կլինի պատերազմ։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք, մեր քաղաքական դաշտի ուժերը ունեն քաղաքական առաջարկ։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը օգոստոսի 8-ի հռչակագրով, քաղաքացիական պայմանագիր ձևավորած կառավարությունը հասել է խաղաղության։ Մենք հիմա առաջարկում ենք հունիսի 7-ին ժողովրդին քվեարկել քաղաքացիական պայմանագիրը օգնին, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը շարունակի այդ խաղաղության ուղին, որը հաստատված է, այսինքն չհրաժարվել խաղաղության ուղուց։ Հիմա կան այլ քաղաքական ուժեր, հիմնականում 3 օլիգարխների քաղաքական ուժերը, Քոչարյան, Ռուսաստանցի օլիգարխ Ծառուկյան, բայց ոչ միայն իրանք, նաև իրանք սատելիտները, որոնք հայտարարում են, որ այս խաղաղությունը լավը չի։ Իրանք ասում են, սա արժանապատիվ, մի ընդհատեք ինձ խնդրում։ Իրանք ասում են, սա լավ խաղաղություն չի։ Մեկը ասում է արժանապատիվ չի եւ հետեւաբար մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն, մյուսը ասում է իրական չի, հետեւաբար մեզ պետք է իրական խաղաղություն, մյուսը ասում է ուժեղ չի եւ մեզ պետք է ուժեղ խաղաղություն, բայց այդ մյուսը չի ասում, իր AI-ն է ասում, իր արհեստական բանականությունն է ասում, ինքը չի ասում։ Ընդհանրապես չգիտեմ ինքը գոյություն ունի, թե չունի, ես կասկածներ ունեմ, որ ինքը գոյություն չունի։ Մի վարքան։ Ինչ։ Եվ ներդրումներ անում չեք տեսնում գոյություն ունի, թե չունի։ Եվ ներդրումներ անում տեսնում են գոյություն ունի։ Հիմա չեմ տեսնում, որ գոյություն ունի, որովհետև չեմ տեսնում, չի խոսում այդ մարդը, բայց ներողություն։ Հիմա այս մարդիկ հայտարարում են, որ իրանք պատրաստում են վիճարկել այս խաղաղության բոլոր կոմպոնենտները։ Իսկ որոնք են այս խաղաղության կոմպոնենտները։ Առաջին եւ սկզբունքային կոմպոնենտը Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով այդ թվում հաստատված եւ ոչ միայն, նաեւ համազատման հանձնաժողովների կանոնակարգով Ադրբեջանի եւ Հայաստանի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Իրանք ինչ են ասում։ Օրինակ, դաշնակցության ներկայացուցիչները ասում են, որ խորհրդային միության ժամանակվա սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անարդար սահմաններ են։ Երբ որ դու ասում ես մի բան անարդար է, դու վիճակում ես դա։ Կամ իրանք ասում են, որ Սահմանազատման կանոնակարգի 5 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող լինել։ Պետք է լինեն նոր սկզբունքներ, օրինակ դեմոգրաֆիական սկզբունքով պետք է լինի սահմանազատումը, այսպես չանակ։ Այսինքն իրանք կամ ինչ են ասում են Քոչարյանը ինչ ասում։ Ասում է 29743 կիլոմետր քառակուսու մեջ պարկը փակվելը սխալ է, չպիտի Հայաստանը դրա մեջ պարփակվի։ Կամ ինչ են ասում իր կուսակիցները, ասում են Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, այսինչը մերն է, ինչը մերն է։ Հիմա ասում են մերն է, հասկանում եք, այդ արտահայտությունը արվում է։ Հիմա սա մեկ կոմպոնենտ, հաջորդ կոմպոնենտ, թրիպը հայ-ամերիկյան բիզնես նախագիծ է։ Իրանք ինչ են, բայց քանի որ ինքը հայ-ամերիկյան է կառավարությունների միջոցով քննարկվող, այս բիզնես նախագիծը քաղաքական պայմանավորվածության արդյունք է, որովհետև Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահն են, չէ՞, պայմանավորվել թրիպի շուրջ։ Հիմա իրանք ասում են, այս թրիպում պետք է նոր կոմպոնենտներ մտցնել, նոր կողմեր մտցնել։ Ու առաջարկում են մտցնել այն կողմերին, որոնք ԱՄՆ-ի հետ նույնիսկ Երական Մինսկի խմբի համանախագահության շրջանակում չէին համատեղվում, իրար չէին ուզում հանդիպել, հիմա չեն ուզում հանդիպել, հասկանում եք, մի վարքան։ Այսինքն դա նշանակում է, եկեք ջրենք այս թրիպը։ Հաջորդը սահմանազատմանը արդեն անդրադարձավ։ Երբ որ մենք ասում ենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, իրանք ասում են ոչ, Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակենք։ Հիմա եթե
կպցնում ենք իրար այս բոլոր կոմպոնենտները, որ իրանք խաղաղության բոլոր կոմպոնենտները ասում են, հա, ներողություն, խաղաղության պայմանագիրը, ասում են խաղաղության պայմանագրին պետք է ներառել նոր երաշխավորների։ Այստեղ էլի երկու խնդիր կա։ Ա. Խաղաղության պայմանագիրը արդեն նախաստորագրված է եւ նրա մեջ նշում չկա երաշխավորների մասին։ Եվ երբ որ ասում են պետք է նոր երաշխավորներ, նշանակում ասում են եկեք վերաբանակցենք, հա, այո, սրանք բոլորը փոփոխությունների առաջարկ են, սրանք բոլորը վերանայման առաջարկ են։ Եվ հետեւաբար, եթե այս քաղաքական ուժերը գան իշխանության եւ անեն այն ինչ իրանք խոստանում են անել, իսկ իրանք ինչ են խոստանում անել, վերանայել այն խաղաղությունը, որ այսօր կա, հասկանում եք։ Եթե իրանք ասում են վերանայում են, նշանակում է դա ավտոմատ հրաժարվել այս խաղաղությունից։ Իսկ դա նշանակում է ավտոմատ հրաժարվել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց, հրաժարվել սահմանազատման սկզբունքներից, հրաժարվել ապաշրջափակման սկզբունքներից եւ թրիփի իրագործումից, հրաժարվել Ղարաբաղյան շարժումը չշարունակելուց։ Սա ավտոմատ 100%-ով բերելու է պատերազմի։ Հիմա մի վարքան։ Հիմա հետեւաբար ավելի կոռեկտ կլիներ, որ դուք ձեր հարցը ոչ թե sense ձևակերպեիք։ Միշտ դուք ասում եք, եթե մենք պատերազմ ընտրվենք, պատերազմ չի լինի, այլ ասեիք։ Միշտ դուք ասում եք, որ եթե ընդդիմադիր ուժերը ընտրվեն եւ անեն այն քաղաքականությունը, որ իրենք խոստանում են եւ կլինի պատերազմ, այդտեղ շարունակել։ Մեկը մի բան էլ ասում են, հաճախ ասում են, դուք վախեցնում եք պատերազմով, սպառնում եք պատերազմով, Ժորժ ջան, եթե մենք Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որ հիմա վարվում է, պատերազմից վախենալու ընդհանրապես որևէ պատճառ չի։ Դուք հիմա այն տրամաբանությունը, որ ներկայացնում եք, դա որ պրոյեկտում եք 18, 15, 20 թվականների այն հայտարարությունների վրա, որ անում էին ձեր թիմակիցները, օրինակ այդ նույն հայտնի արտահայտությունը Արցախը, Հայաստանը եւ այլն, երբ որ քննադատություններ էր հնչում, որ պատերազմը սկսվեց այդ հայտարարության համար, ինչ էր հակադարձումը, որ չի կարելի ամեն ինչ այդքան պարզունակացնել։ Հիմա դուք ասում եք Արարատը դա պատերազմ է, դա դիվան։ Ես դա չեմ ասում։ Ախր ինչի՞ դուք անդադ նենգաղ փոխում իմ ասած։ Ես աշխողի մի վարքան, ոչ, ես ուրիշ բան եմ ասում եմ չճանաչելը, հրաժարվելը Հայաստան մի վարքան, դեքոր նայ դուք կոնկրետ մի մասը։ Մի վարքան, ոչ, մի վարքան։ Ինչն է դա օրինակ։ Ես ձեզ ասում դա ինչի օրինակ է։ Դա օրինակ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային ամբողջականության աներկբա ճանաչումից հրաժարվելու։ Ոչ։ Մի հատ կլսեք ինչ եմ ասում։ Կլսեք ինչ եմ։ Չէ, դուք եք ծայրահեղացնում, հիմա ես ձեզ կապացուցեմ դա։ Առաջինը։ Ես հիմա որ ես նկարագրում եմ, ես չեմ նկարագրում եմ միայն հայտարարություններ։ Ես նկարագրում եմ ձեզ հայտարարություններ իրանց անելիքների մասին։ Այդ մարդիկ ասում են, մենք գալու ենք, հրաժարվելու ենք Արմաթայի հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելուց, հրաժարվելու ենք սահմանազատման գործընթացի հիմքից, հրաժարվելու ենք ապաշրջափակման գործընթացի սկզբունքներից եւ շարունակելու ենք Ղարաբաղյան շարժումը, հասկանում եք։ Ես չեմ ասում իրանք գալու են հայտարարեն, ես ասում իրանք գալու են եւ անեն։ Հաջորդը։ Մենք կոնկրետ ասենք հիմա վերջը մեղադրանքը Փաշինյանի որն է, որ այն ժամանակ ասել Արցախը Հայաստանի երևեր, թե որ հիմա չի ասում Արցախը Հայաստանի երևեր, որովհետեւ ներողություն, որովհետեւ ըստ էության ընդդիմության հիմիկվա այս պահի քաղաքական հայտարարությունները հենց դա են էլի։ Չէ, պարոն Ռուբինյան, ես ուղղակի հարցնում եմ, այսինքն այն ինչի համար դուք մեղադրում եք հիմա ընդդիմությանը կամ կարծում եք, որ իրենք անելով կբերեն պատերազմի, երբ որ դուք նկարագրում եք իրենց ասածները, դա ոնց որ հիշեցնի այն ինչ դուք արեցիք։ Բայց մեր ժամանակ խաղաղություն չկար։ Մեր ժամանակ խաղաղություն չկար, մենք եկել ենք իշխանության գոյություն ունեցող հակամարտության պայմաններում։ Հիմա հակամարտությունն ավարտված է, այդ մարդիկ ասում են ժողովուրդ, ոչ, այդ հակամարտությունը չպետք է ավարտվի։ Օրինակ մի հարցի կանդրադառնալ թրիփի մասը։ Բայց ինչ թվում է շատ։ Հայտարարություն եք անցնում կտրում, որ մենք անդաբերալովիները մենք չենք լսել։ Ինչը չեք լսել, ասեք, հաթաթ ասեմ, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նայեք իմ եւ Արծվիկ Մինասյանի բանավեճը Շանթի եթերում ապրեք։ Այնտեղ ես ասում եմ հակամարտությունն ավարտված է, պարոն Մինասյանը ասում է հակամարտությունը չի կարող ավարտված համարել։
Հատ էլի խնդրում եմ, հերթով էլի։ Պայմանագիր չունենք եւ ենթադրվում է, այո, որ այդ հակամարտությունը դեռ վերջնական ավարտված։ Ոչ, հակամարտությունը օգոստոսի Վաշինգտոնյան օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրի տեքստը մի վարքյան էլի, մի վարքյան, դա այդ փաստաթուղթը ունի հավասար ուժ, ինչ օրինակ ունեն դրանից առաջ ցանկացած հայտարարություն հրապարակված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ Մի վարքյան։ Այդ հայտարարության մեջ հստակ գրված է, որ հակամարտությունն ավարտված է, գրված է, որ կողմերը ուշադրություն դարձեք, չեմ խոսում նախաստորագրված խաղաղության պայմանագրի մասին, խոսում եմ ստորագրված խաղաղության հռչակագրի մասին, որը այդ թվում որպես վկա ստորագրել է ԱՄՆ նախագահը։ Գրած է, որ հակամարտությունն ավարտված է, գրած է, որ կողմերը ապագայում են իրար պահանջներ չեն ունենալու, վրեժի չեն լինելու եւ այլն։ Հաջորդը այդ հռչակագիրը ստորագրելուց հետո արդեն քանի ամիս անցել, 8 ամիս անցել, եւ Հայաստանի վարչապետը, եւ Ադրբեջանի նախագահը մոտարապես ամիսը մեկ բաց կրկնելով հայտարարում են, որ հակամարտությունն ավարտված է։ Օրինակ ձեր լրատվամիջոցները սիրում են, չէ՞, Ալիևին ցիտել։ Բայց երբեք օրինակ չես տեսնի ձեր լրատվամիջոցներում վերնագիր հակամարտությունն ավարտված է, Ալիև։ Բայց իրականում այդպիսի բազմաթիվ հայտարարություններ են եղել, այդ թվում էս վերջերս։ Մի վարքյան, ոչ, ասում եմ հստակ, աներկբա հայտարարվում է, որ հակամարտությունն ավարտված է։ Հիմա, բայց ասեմ ոնց հավատակ, մի վարքյան, ասեմ ոնց հավատակ, որ ավարտված է։ Գնացեք սահմանամերձ գյուղեր եւ լսեք կրակոցի ձայն կլսեք թե չէ։ Գնացեք Գերեզման, նայեք 18-ամյա երիտասարդի դագաղ կա, որին թաղում են, թե չէ։ Զանգեք ձեր բարեկամներին, ասեք, որոնք ծառայում են բանակում, զանգեք, ասեք վերջին անգամ երբ եք կրակոցի տակ ընկել։ Զանգեք տարբեր մարդկանց, ասեք, երբ վերջին անգամ ձեր 18-ամյա որդին, թոռը, եղբայրը երբ է սպանվել հակառակորդի կրակոցից։ Այդտենց կհասկանաք հակառակորդի այդտենց հիմա խնդրում եմ դուք իրավունք ունեք տեղից ներողություն ռեպլիկ անել միայն մեկ հարցով։ Կարող եք առանց ինձ հարցնելու ռեպլիկ անել եւ ասել հրապարակը ֆինանսավորվում է այսինչից։ Եթե դա չեք ասելու, խնդրում եմ մի ընդհատեք ինձ։ Խնդրում եմ մնալ բարեկրթության սահմաններում։ Այս էլ է բարեկրթության սահմաններից դուրս մնալ։ Լռեք եւ մի խանգարեք ինձ կամ հրապարակեք թե ով է ֆինանսավորում հրապարակը։ Հակամարտության ավարտը ինքը բան չի, էլի ինչ որ անորսալի բան չի, այդ հակամարտությունը կամ չկա։ Օրինակ 1995 թվականից մինչև 2017 թվականը գիտեք հակառակորդի կրակոցից առաջնագծում քանի զինվոր է սպանվել։ 490։ Իսկ 2024 թվականի փետրվարից մինչև այսօր ինչի՞ եմ այս երկու ժամանակատվածը համեմատում, չէ՞, որովհետև ընդդիմադիրները ասում են մեր ժամանակ խաղաղություն էր, իսկ հիմա այս խաղաղություն չի։ Հիմա այդ իրանց մեր ժամանակ խաղաղություն տարիներին 490 զինվոր է սպանվել։ Այս 24-ի փետրվարից սկսած, երբ որ խաղաղություն չի, 0 զինվոր է սպանվել։ Այդ է հակամարտության ավարտը։ Մենք չենք եկում, որ այո, այս բանի սահմանում զոհ չկա, բան Ռուբինյան։ Բայց ինչի չկա, մի վարքան, ինչի չկա։ Խաղաղությունը մենք ուզում ենք հասկանալ, դա կայուն է, դա ստորագրված է, դա հիմնավոր է, այ դա է։ Ահա, դրա համար, եթե չեք հավատում մեզ, ես գիտեմ, որ ընդդիմադիր լրագրողները ավելի շատ հավատում են ադրբեջանական ղեկավարության հայտարարություններին, քան Հայաստանի։ Մի վարքան։ Եթե չեք հավատում մեզ, կարող եք բացել, օրինակ Ադրբեջանի նախագահը կարծեմ 2 ամիս առաջ էր ասում էր, որ խաղաղությունը հաստատված է ոչ միայն թղթի վրա է, այլ նաև իրականության մեջ, եւ մենք ձգտում ենք հավերժական խաղաղության։ Մեզ չեք հավատում իրանց։ Նախատեսվում է, որ խաղաղության պայմանագրի վերջնական։ Ինչի ընթացքում։ Ապրիլ ամսվա ընթացքում, որտեղ նման խոսակցություններ։ Նման տեղեկություն ես չունեմ, բայց հայկական կողմը գիտեք, որ միշտ պատրաստ է։ Դուք ասում եք, որ Այս պահին չէ։ Եթե նկատում եք այսօր ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք շարունակել են Ղարաբաղյան շարժումը եւ իրենք բառացիորեն նման բան չեն։ Բայց միտքը դա է, չէ։ Մի վարքան բան։ Ուղղակի չեք լսել, դուք սիրում եք ուղղ խոսքից։ Էլ այդ բայց բացի հիմա վերադարձի իրավունքի մասին եմ խոսում եւ այլ, որը դուք օրինակ իրատեսական չեք համարում։ Իսկ իրանք համարում են իրատեսական։ Ես չեմ կարող իրենց տեղաբանել։ Իսկ ինչ են ասում բայց իրանք, է։ Այս բանին դեռևս այո, անվտանգային մեխանիզմներ չկան հնարավոր։ Այս բան Բայց մի վարքյան, օրինակ նայեցի, երեք Քոչարյանը ինչ ասում։
Լավ տվեք, հա, ներողություն։ Դե ուրեմն ասեք թող չընդհատեն ձեզ։ Դե որտեղ դուք հաց եք տալիս միջանկյալ, ստիպված են լինում արձագանքել, ասում եք վերաբանակցելու են։ Բանակցելու մեջ ինչ բան կա, դիվանագիտական ճանաչում։ Ասեն ինչ վատ բան կա։ Հարցը լուծելու, այսինքն դիվանագիտությունը իրենից պատերազմ հողի վրա։ Բացատրեմ, հարցը հասկանալի է։ Եվ ներողություն, ըստ այդ տրամաբանության, ուրեմն դուք կուսակցական խաղաղություն եք բերել, որ ձեզանից հետո եկող ուժերը չեն կարող բանակցել որևէ փաստաթուղթ կամ որևէ փոփոխություն։ Ինձ թվում է լավ չեք ըմբռնել։ Բանակցելու մեջ վատ բան չկա, երբ որ ինչ-որ մի համաձայնություն դեռ տեղի չի ունեցել։ Այսինքն շատ նորմալ է, եթե կա X հարցի շուրջ չկա համաձայնություն, բանակցում է մի կառավարությունը, չեն գալիս լուծման, բանակցում է մյուս կառավարությունը, բանակցում է մյուս կառավարությունը, բանակցում է մյուս կառավարությունը, եւ այսպես շարունակ։ Հիմա օրինակ, ասենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը 90-ականներից բանակցել են Լեոն Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչյանի օրոք, Սարգսյանի օրոք, Փաշինյանի օրոք։ Նորմալ է, որ բոլորը բանակցում են, որտեղ մինչև այդ կետը բանակցությունները չեն փսակվել հաջողության։ Խնդիր է դառնում բանակցելը, երբ որ արդեն իսկ համաձայնությունը կա, գալիս ասում ես հոպ, եկեք նորից բանակցենք։ Հասկացաք տարբերությունը։ Մի վայրկյան։ Այսինքն, երբ որ արդեն համաձայնություն կա խաղաղության վերաբերյալ, երբ որ կողմերը ֆիքսել են, որ այդ խաղաղությունը կա, երբ որ դու գալիս ասում ես մի վայրկյան, այս խաղաղությունը իմ դուրը չի գալիս, արի նորից բանակցենք, դա նշանակում է հրաժարվել արդեն ֆիքսացից։ Հաջորդը դուք ասում եք կուսակցական խաղաղություն ենք բերել, կուսակցական խաղաղություն չենք բերել ենք իրական խաղաղություն։ Եթե տեսականորեն իշխանության գա այլ ուժ, որը շարունակի այս քաղաքականությունը, պատերազմի վտանգ չի լինի մեկը, որտեղ պատերազմի եւ խաղաղության երկընտրանքը ոչ թե ՔՊ-ից է կախված, այլ ՔՊ-ի վարած քաղաքականությունից։ Եթե ուրիշ ուժեր այդ նույն քաղաքականությունը խոստանար վարեր, մենք չենք ասի պատերազմի վտանգ կա։ Խնդիրներն է, բայց որ այն քաղաքական ուժերը ընդդիմադիր, որոնք հավակնում են իշխանության, իրանք դրա 180 աստիճան, դրան 180 աստիճանով հակասող քաղաքականություն են ուզում վարել։ Բայց եկեք քայլերին նայենք, էլի, եկեք քայլերին նայենք։ Նիկոլ Փաշինյանը ոչ բանակցություններից է հրաժարվել, ոչ մադրիդյան սկզբունքներից է հրաժարվել, ոչ միջնորդներից է հրաժարվել, ոչ նույնիսկ մեծ կադրային փոփոխություններ է արել, ոչ բանակում, ոչ դիվանագիտական համակարգում։ Չի, ես ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, չի եղել մեկ առաջարկ, որը մինչև 20 թվականը հայկական կողմը մերժել է։ Ամենայն պատասխանատվությամբ ես ձեզ ասում։ Կուսակցական կազմարշավը ընթացքում եղել Հայաստանի բոլոր մարզերում, մեկօրներում, ինձ հատկապես հետաքրքիր է սահմանամերձ հատվածի բնակիչների շփումները ինչ են ասում։ Ես պետք է ասեմ, որ ես շատ տպավորված եմ այդ քարոզարշավով եւ մեր հանդիպումներով եւ իհարկե մեր հարգարժան մամուլը ներկայացնում է ոչ իրական պատկեր, բայց այդ իրական պատկերը երևում է, օրինակ այստեղ կան լրագրողներ, որոնք մեզ հետ նույնիսկ շենգավիթում եղել են եւ ես գիտեմ, որ նրանց աչքերը չեն խափում եւ նրանց աչքերը տեսել են այն տեսել են այն դրական վերաբերմունքը, որ շենգավիթում մենք ունեցել ենք։ Ասեմ, որ շատ դրական վերաբերմունքի արժանացանք Սյունիքում, հիշում եք, չէ՞, այդտեղ բոլորը ասում են Սյունիքը նրանց չի ընդունում, չգիտեմ, Սյունյաց ողջույն, այ Սյունիքում իսկական Սյունյաց ողջույնի արժանացանք, նաև այդ Սյունյաց ողջույնը իրենք խնդրեցին փոխանցել ընդդիմադիր ուժերին եւ այսպես շարունակ։